Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 10-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե, քանի որ լարված վիճակ է Սիրիայի հետ կապված, ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցիչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է. Ռուսաստանը և Միացյալ Նահանգները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ խորհրդակցություններ անցկացնել կապված Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ։ Իհարկե, Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև դատապարտող հայտարարություն է արել, երեկ Եվրամիության հայտարարության հետ ես ձեզ ծանոթացրեցի և Եվրամիությունը պաշտպանում էր իշխանությանը, իհարկե եթե դա չլներ մեզ համար մտահոգիչ, որ այդ իշխանությունը դա Թուրքիայի իշխանությունն է, կարող ենք նորմալ վերաբերվել, առավելևս խոսքը Եվրամիությանն է վերաբերում, բայց քանի դեռ մենք մտավախություն ունենք Հայաստանի հետ կապված, որ Թուրքիայի դերակատարությունը մեծանում է, բայց դեռ մենք ուղիղ չենք կարողանում վստահ լինել, որ կարող ենք աշխատել Եվրամիության հետ, մանավանդ որ դեռ իրենք անվտանգության համակարգ չեն ստեղծել, դեռ այդ ճանապարհին են, իհարկե մտահոգիչ չէ մեզ համար դա։ Բայց պետք է հետևենք զարգացումներին, Ամերիկան դատապարտում է, բայց եթե հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Ռուսաստանի հետ միասին նախաձեռնում են սա, նշանակում է տեսակետը Ամերիկայի ավելի մոտ է Ռուսաստանին, մանավանդ որ խոսքը գնում էր ապստամբել էին Ասադի կողմնակիցները, այսինքն Ռուսաստանի կողմնակիցները, այսպես ասենք։ Անկախ արդյունքներից նաև Միացյալ Նահանգներից ոչ մեկը միայն հայտարարություն չի սպասում, մնացել էր այդ էլի կոնկրետ գործողություն է սպասվում, այսինքն նշանակում է իրանք լավ էլ այդ քայլերն արեցին, Թուրքիային ենթարկվող իշխանությունները օգտվեցին առիթից և նաև ցեղասպանություն իրականացրեցին, որի պարագայում ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե տեղյակ լներ դրանից, դատապարտող հայտարարություններ չէր անի, ուրեմն ինքը դրանից տեղյակ չէր, այսինքն ոչ միայն տեղյակ չէր, այսինքն հանգիստ կարող ենք դա անել, ընթացքում էլ մենք կորոշենք, երբ սկսենք, երբ դադարեցնենք։ Դեռ առաջիկա մի քանի օրը պետք է այդ հարցը քննարկվի, արդեն Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է երկրի ծովափնյա շրջաններում նախկին վարչակարգի կողմնակիցների դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին, շեշտելով, որ պետական կառույցները այժմ կարող են վերսկսել իրենց աշխատանքը, անցնելով կյանքի բնականոն ընթացքին։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների որևէ միջամտություն, որը կարող էր ինչ-որ բան կանխել կամ որը կարող էր նրանց զսպել, բացարձակապես տեղի չունեցավ։ Սա նշանակում է, որ մարդիկ լավ էլ հաշտվում են, հարմարվում են այդ մտքի հետ, որ իրանք պետք է այդ որոշումն լնեն, ՄԱԿ-ը այդ կշիռը չունի, որ ինչ-որ բաներ որոշի առայժմ, իսկ Միացյալ Նահանգներն էլ իր դերակատարությունը կորցնում է աշխարհում։ Նույնիսկ եթե Սիրիայի կառավարությունն է այդպիսի բան իրան հանգիստ թույլ տալիս, որ կարա աշխարհի աչքի առաջ դնեն խաղաղ բնակչությանը սպանեն, դե արդեն պատկերացրեք, թե ինչ կարող է լինի հետագայում, եթե հասկանան, որ ցանկանում են աշխարհը ուժեղների մեջ բաժանել, որը չի ստացվելու, բայց բոլորը մտածել են, որ մենք ուժեղ լինենք, որովհետև այդ ուժեղներին զսպող մեխանիզմ չկա։ Պատկերացրեք, թե ինչա մեզ սպասվում, եթե այս վիճակը կտրուկ չվերանայվի։ Իսկ հիմա նայենք Միացյալ Նահանգների և Կանադայի հետ կապված փոխհարաբերությունները, որտեղ դա էլ է մեզ համար կարևոր, եթե նույնիսկ ամեն օր այս հարցին Դոնալդ Տրամփը անդրադառնում է, այս ստիպված ամեն օր հիշեցնում է, որտեղ այնպես չի, որ նույն ինֆորմացիան կրկնելու նպատակն է դա, այլ եթե ամեն օր ինքը այդ թեմային անդրադառնում է, կարևորում է, մենք էլ պետք է հասկանանք, թե ինչն է կարևորում, և որքանով է իր կարևորածը արդարացված, որպեսզի պատկերացնենք, թե ի վերջո ուր է գնում այս աշխարհը։ Կանադայի իշխանական լիբերալ կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մարկ Քարնին, նա կփոխարինի երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոյին։ Իդեպ նոր ընտրություններ չեղան, ուղղակի կուսակցության ներսում եղավ ընտրություն և փոխվեց, այսինքն կուսակցության ներսում այդ փոփոխությունը եղավ, Տրյուդոյի դուրս գալը չհանգեցրեց արտահերթ ընտրությունների։ Հետագայում որ ընտրություն կլինի, արդեն կերևա այս համապատասխան թեկնածուի կուսակցությունը բավարար ձայներ կստանան, թե չէ։ Քարնին 59 տարեկան է, Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտ է, տնտեսագիտության դոկտորի կոչում ունի։ Իհարկե, որ այս պարագայում շատ կարևոր է, որ
տնտեսագիտության դոկտոր լինի եւ պատկերացնի, թե Կանադայի հետ կապված ինչ հարցեր պետք է անեն, դա էլ է կարևոր, բավական համոզիչ ձայներ է ստացել, չնայած եթե նայեինք դատելով Դոնալդ Տրամպի կենսագրությունից, ոնց որ թե ինքն էլ է տնտեսագետ, ֆինանսիստ, իսկ արդյունքները ինչպիսին է մենք տեսնում ենք։ Ես գիտեմ, որ այս մռայլ օրերը մեզ բերել է մի երկիր, որին մենք այլևս չենք կարող վստահել։ Այս մարդը դեռ նոր է ընտրվում, արդեն ինքը իր տեսակետը հայտնում է Միացյալ Նահանգների հետ կապված։ Ասել է Քարնին, խոսելով ԱՄՆ սակագների մասին։ Քարնին նշել է, որ վճռականորեն առևտրային պատերազմ է մղելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի դեմ։ Ամերիկացիները պետք է սխալ չգործեն, ինչպես հոկեյում, այնպես էլ առևտրում Կանադան կհաղթի։ Քարնին խոստացել է ամերիկյան ապրանքների վրա պատասխան տուրքեր սահմանել, մինչև ԱՄՆ-ն մեզ հարգանքով չվերաբերվի։ Քարնին խոստացել է, որ Կանադա միավորվելով կապաքինվի ցնցումից, ես ձեզ խոստանում եմ, որ միասին մենք կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը։ Ավելի վաղ Քարնին ամերիկյան մաքսատուրքերը համարել էր երկրի գլխավոր սպառնալիքը։ Կանադան երբեք ոչ մի ձևով չի դառնա Ամերիկայի մի մասը, ասել է Քարնին։ Այսինքն տեսեք, փոխվեց Տրյուդոն, եկավ նոր վարչապետ, բայց նա շատ ավելի կատեգորիկ ձևով նշեց Կանադայի շահերը, որ բացառում է, որ նա կարող է մտնի Ամերիկայի կազմ, բացի դրանից էլ մաքսատուրքերի հետ կապված ոչ մի զիջում չի լինելու։ Իսկ այս պայքարի ընթացքում, երբ որ կոշտ ձևով պաշտպանում էր իրենց պետական շահերը Տրյուդոն, մանավանդ ինքն է հրաժարվել վարչապետի պաշտոնից, այո, իր 9 տարի պաշտոնավարման ընթացքում շատ դժգոհություններ կար, Կանադայում դա էլ ենք իմանում, այնպես չի որ, բայց այս վերջի շրջանում, երբ որ ինքը դուրս էր գալու, այնպես ինքը պաշտպանեց իր պետության շահերը, բայց քանի որ ամեն ինչի մեջ Դոնալդ Տրամպը շահ է տեսնում, դե ամեն մարդ դիմացին իրանով է չափում, պարզ է, ասում էր, այս Տրյուդոն այսպես ակտիվ պայքարում է, որպեսի կարողանա նորից ընտրվի։ Եթե ուզենար նորից ընտրվել, նա հրաժարական չէր տա, էլի։ Բայց իր պատկերացումը դա էր, որ Տրյուդոյի կռիվը պետության համար չի, ոնց կարա մարդը փողը թողի պետության համար կռիվ անի։ Լավ եք էլի ժողովուրդ ջան, հիմա տեսակ, որ Տրյուդոն ցանկություն չուներ ինքը նորից ընտրվելու, արդեն նոր տեխնացուն ընտրվել է, եւ Տրյուդոյի նպատակը ամենևին էլ դա չէր, բայց քանի որ չափի միավորը Դոնալդ Տրամպի դա է, ինքը տենց էլ չհասկացավ ինչ կատարվեց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը նախապես ասել էր, որ հարևան երկրներից Մեքսիկայից, Կանադայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը ապագայում կարող են ավելի բարձրանալ։ Կարծում եմ գործարար համայնքը կարող է հստակություն տեսնել մաքսատուրքերի հարցում, ասել է Տրամպը նկատի ունենալով ընկերությունների ղեկավարների կապիտալ ներդրումների համար կանխատեսելիություն տեսնելու ցանկությունը։ Ինչ կանխատեսելիության մասին է խոսքը, եթե ամսի 4-ին մաքսատուրքը մտցնում ես, ամսի 5-ին հանում ես, հետո դրանից ստացվում է մի հատ էլ ենք մտցնելու ավելի բարձր։ Պատկերացրեք այն տնտեսվարողները, որոնք որոշում են, էսա մեր իշխանությունը մաքսատուրք է մտցնելու, իրանք դիրքավորվում են, ինչ ենք արտահանելու, ինչ ենք ներմուծելու, ամեն մեկը նայում է, եւ դա ինչ փոփոխություն է բերելու շուկայում։ Եվ մեկ էլ հաջորդ օրը մաքսատուրքերը նորից չեղարկվում է, եւ մեկ էլ մյուս օրը հայտարարում, որ ավելի ենք բարձրացնելու։ Հիմա նոր մտածում է տնտեսվարողների կանխատեսելիության մասին։ Իհարկե շատերը մտածում են, որ հիմա ֆոնդային բորսան շուկան այսպես կփլուզվի Տրամպի քայլերից, ասում եմ ժողովուրդ ջան, հանգստացեք, տենց բան չի լինում ոչ թե նրա համար, որ քայլերը վտանգավոր չեն, այլ պարզապես այդ քայլերին տնտեսվարողները լուրջ չեն ընդունում։ Իրանք չեն կարող դիրքավորվել Դոնալդ Տրամպի հայտարարության վրա, նախապատրաստեն քայլեր, հաջորդ օրը ուրիշ բան անի, այն մյուս օրը ուրիշ բան, ասում ենք սպասեք, ինչ ուզում հայտարարի, լավ մի շեղվեք, դուք ձեր գործով զբաղվեք, մինչև տեսնենք։ Ուրիշ պարագայում իսկապես դա կհանգեցներ փլուզման, եթե լուրջ վերաբերվեն իր հայտարարություններին։ Բայց ժամանակի ընթացքում սակագները կարող են բարձրանալ, ասել է Տրամպը։ Տարիներ շարունակ գլոբալիստները կողոպտել են ԱՄՆ-ն։ Այս սենց հուզված անդադ պատմը բոլորը ԱՄՆ-ն թալանել են։ Նրանք փողեր են վերցրել ԱՄՆ-ից եւ այդ ամենը ինչ մենք անում ենք, այդ փողերի մի մասը հետ բերելն է եւ մենք արդարացիորեն ենք վերաբերվելու մեր երկրին, շարունակել է Տրամպը։ Ըստ ԱՄՆ նախագահի երկիրը կողոպտում են աշխարհի բոլոր երկրները, աշխարհի բոլոր ընկերությունները, մեզ կողոպտել են նախկինում չտեսնված մակարդակներում եւ մենք պատրաստում ենք այդ ամենը հետ վերել։
ասել է Տրամպը, լավ, այս կարգի զրույցները, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին բոլորը սենց դրել են, կողոպտել են, էլի բոլորը, ինչ ա ուզում ասի, Ամերիկան այդքան խեղճ երկիր էր, Ամերիկան այդքան միամիտ էր, որ նրանք կարային բոլորը կողոպտեին փոքրով, մեծով, ընկերություններով, պետություններով, այսինքն սա պատիվ ա բերում, թե պարզապես նորից հերթական անգամ ցանկանում ա ընտրողներին, որոնց հուսախապ է արել, հիմա մտածում ա գոնե նրանց շահերը ինչ-որ ձևով նորից խափի, որպեսզի 2026 թվականի նոյեմբերի ընտրություններին կարողանա վիճակը փրկի, որովհետև ցանկացած մասնագետ ասում ա, որ հիմա արդեն տապալված ա ընտրությունները, սենատի միջանկյալ ընտրությունները, 1/3 ռոտացիան եւ 1 ներկայացուցիչների պալատը ընտրությունները այս պարագայում արդեն հասկանում են, որ այս քայլերը հանգեցնելու է ձախողման, հիմա նորից ասում են ժողովուրդ ջան, իմացեք, այն ինչ որ ձեզ խոստացել եմ, ընտրվել եմ նախագահ ու խաբել եմ, հիմա խոստանում եմ, ելի խոստանամ ու կխաբեմ։ Հիմա շարունակությունը նայենք։ Ըստ ԱՄՆ նախագահի երկիրը կողոպտում են աշխարհի բոլոր երկրները, աշխարհի բոլոր ընկերությունները, մեզ կողոպտել են նախկինում եւ այլ եւ այլ։ Հիմա տեսեք, մեկ էլ Դոնալդ Տրամպը ավելի վաղ ասել էր, որ Կանադան երկար տարիներ թալանել է Միացյալ Նահանգներին, սակագներ սահմանելով փայտանյութի կաթնամթերքերը։ Ենթադրենք, ներմուծող ապրանքի սակագինա դրել, այդ ինչով է թալանել։ Ամերիկայից փող ա վերցրել, ինչ ա արել։ Դու ապրանքը տվել ես, ինքը սակագին ա դրել։ Դրա թալանելը ո՞րն է։ Այսինքն ինչ արտահայտություն է։ Ինչքան կարելի է չհարգել ընտրողին, անգամ խաբելուց հետո չհարգել։ Դե խաբելուց հետո կարա չհարգի, չնայած, բայց չի մտածում, որ այդ մարդիկ կարող է հասկանան ինչա կատարում։ Ինչ ասել է թալանել։ Տրամպը սպառնացել է պատասխան մաքսատուրքեր մտցնել Կանադայի հանդեպ առաջիկայում։ Հսկայական սակագները, որոնք Կանադան մտցնում է ամերիկյան կաթնամթերքի եւ փայտանյութի հանդեպ, դրանց վաճառքը այդ երկրում դարձնում է անհնարին։ Դա չի պատճառը, որ վաճառքը անհնարին է դարձնում։ Կանադացիք զանգվածաբար հրաժարվում են ամերիկյան ապրանքից։ Զանգվածաբար, անգամ մաքսատուրքը բացարձակ կապ չունի։ Իրանք ուղղակի նայում են ապրանքը ամերիկյանը, ասում են չեն կառնելու։ Այդ ամեն ինչով Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի նպաստեց, որ այդ քաղաքական, այդ պրոպագանդիստական հակաթեզը, որ արեց Ամերիկան, Կանադայի հայրենասերները հասկացան, որ իրանք պետք է առնեն տեղական ապրանք, ուղղակի բոյկոտելով ամերիկյան ապրանքը։ Ուզում ես մաքսատուրք անի, ուզում ես նվեշտ, ու չի առնում այդ մարդը։ Հիմա մտածում ես, որ մաքսատուրքն է պատճառը, որ չեն առնում։ Չէ, արդեն պարզել ես, որ դա չի պատճառը։ Տրամպը ընդգծել է, որ եթե Օտավան չեղարկի սակագները, ԱՄՆ պատասխան կմտցնի նման միջոցներ։ Հիմա տեսնում եք դա, որ այդ անարդյունավետ աշխատանքը, որ տարվում է, որը հանգեցնելու է գների աճին, հանգեցնելու է տեմպերի նվազման։ Բայց Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն էլ հայտարարել է, որ երկխոսությունն ու հարգանքը գերակա է եղել սակագների պաուզայի պայմաններում, եւ Մեքսիկայի ինքնիշխանությունը մշտապես լինելու է առաջին տեղում։ Այսինքն այս ընթացքում որ սակագները չեն գործել, հարգալից ձևով իրար հետ աշխատել ենք։ Իմաստով, բայց մեկ է, մենք մեր ինքնիշխանությունից չենք հրաժարվելու, մեր պետական շահերն ենք պաշտպանելու։ Բայց դրան զուգահեռ նորից էլի Դոնալդ Տրամպը մի հայտարարություն արել, մենք այնքան հարստանալու ենք, որ չգիտենք, թե որտեղ պետք է ծախսենք այդ գումարները։ Խոստացել է Տրամպը ամերիկացիներին։ Նա մանրամասնել է, որ Միացյալ Նահանգները հարյուրավոր միլիարդավոր դոլարներ կստանան այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի տեսքով։ Ժողովուրդ ջան, ես իրոք չեմ պատկերացնում, լավ, ասենք մի բան ասում ես, գիտես սխալ ես ասում, 100 անգամ ասում ես, գիտես սխալ ես ասում, 101-րդ անգամ մեկը չկա ասի, այն գեր սխալ ես ասում, դու որ մաքսատուրք կիրառես ուրիշների նկատմամբ, ուրիշներն է կիրառում են քո նկատմամբ, արտահանման ծավալներիդ հերն անիծելու ես, ներքին շուկայում էլ խնդիրներ ես առաջացնելու, հետև եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների ապրանքը մրցունակ լներ, հավասար պայմաններում ամերիկյանը կառնեին, չէին առնի չինականը կամ կանադականը կամ մեկ ուրիշը։ Այսինքն դու ավտոմատ կերպով բարձրացնում ես, դու տանում ես գնաճի, երկու պարագայում էլ տանում ես գնաճի։ Կանադականն էլ առնեն գինը ավելանալու է կամ չինականը, քոնն էլ առնեն գինը ավելանալու, այդ հասարակ բանը հնարավոր չի հասկանալ եւ այդ պարագայում հնարավոր է ասել, որ մենք բոլորի դեմ մաքսատուրք ենք սահմանելու, դուք միլիարդներ եք աշխատելու, դու սահմանելու ես, իրանք էլ են սահմանելու։
ու քո 340 միլիոնոց բնակչությունը ստիպված է ցելնել դու արտադրես դու ուտես, դրսում չեն ուզում այդ ապրանքը։ Առավել եւս քաղաքական առումով բոյկոտում են այդ ապրանքը բոլոր տեղերը, ոչ միայն Կանադայում, նաեւ Եվրոպայում։ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Զելենսկու հետ վիճաբանությունից հետո նախկինի պես սպասում է Կիևի հետ հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրմանը։ Տրամպը նշել է, որ կոշտ դիրքորոշում ունի Ռուսաստանի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ լավ հարաբերություններ է պահպանում Պուտինի հետ։ Մենք իհարկե նայում ենք նաև այս իրավիճակը, որտեղ ուկրաինական պատերազմը պայմանավորված նաև նոր աշխարհակարգի հիմքերը դնելը, իհարկե շատ քայլեր Ամերիկայի մոտ չի ստացվելու, ինքը անդառնալի հարված է հասցնելու Ամերիկայի հեղինակությանը, որովհետև հետագայում ինչ էլ փոփոխություն կատարվի, հնարավոր չի լինելու հետ բերել, այդ անվստահությունը առաջացնելու է կամաց մտածեն հեռանալու, ինչը մեզ համար չափազանց ափսոսել է, որովհետև դեռ նոր աշխարհակարգ չստեղծված Ամերիկային խաղից դուրս թողելը մեր համար ոնց կարա նորմալ լինի, բայց դե ինչ արած, դե հիմա առայժմ էդ է գնում, մինչև սպասենք տեսնենք դարձի կգան թե չէ։ Հիմա էլ արդարանում է Դոնալդ Տրամպը, որ կարծում եմ ես շատ կոշտ էի Ռուսաստանի նկատմամբ, ավելի կոշտ, քան որևէ մեկը, ես էի, որ կանգնեցրեցի Ռուսաստան գազատարը, Բայդենը եկավ եւ հավանություն տվեց դրան, ես պատժամիջոցներ սահմանեցի Ռուսաստանի նկատմամբ, ջավելիններ ուղարկեցի Ռուսաստանի դեմ, ասել է Տրամպը։ Ըստ ԱՄՆ նախագահի առաջին մարդը, որը կհաստատի իր պնդումը, հենց Ռուսաստանի նախագահն է։ Իհարկե իր համար շատ կարևոր է Ռուսաստանի նախագահի կարծիքը իր մասին։ Տրամպը հավելել է, որ իր նախորդը Ջո Բայդենը կոշտ չէր, նա թույլ խեղճ մարդ էր։ Այդ թույլ խեղճ մարդու համար ժամանակ ինքը կանգնեց եւ ասեց Եվրոպան պետք է համախմբի եւ կանգնի Ուկրաինայի թիկունքին։ Տեսանք խեղճ մարդու ժամանակ ինչ արեցին, տեսանք Իրանից հետո ինչ արվեց։ Եվ հիմա Դոնալդ Տրամպն ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք երկրից փողերը հանում էր, այնպես կարծես երեխայից կոնֆետ էր վերցնում։ Էլի նորից նույն թեման, էլի նորից տարել են փողերը, տարել են, մեր փողերը տարել են, էսա հետ ենք բերելու։ Ախր գիտեք ինչն է, շատ ինձ ուղղակի ներվայնացնում, որտեվ այդ ամեն ինչը մենք լսում ենք հայաստանյան տիրույթում։ Լավ, մենք մտածում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է, այդ մեր նես տեղական նշանակության խայտառակությունն է, էլի։ Բայց Նիկոլ Փաշինյանի կարգախոսներով Ամերիկայից խոսել չեմ պատկերացնում, Ժողովուրդ ջան։ Ինչի է այդպես ծանր տանում, որովհետև այդ ամեն ինչը մենք տեսել ենք, մտածել ենք ախպեր նորմալ քաղաքակիրթ երկրների հետ հարաբերվենք, նորմալ իշխանություն ունենանք, նորմալ երկիրը զարգացնենք, ուղղություն ունենանք, ոչ թե մենք գնանք Եվրամիություն, ոչ թե մենք գնանք, այլ Եվրամիությունը գա հասնի Հայաստան, ընդլայնի իր տիրույթները գա հասնի Հայաստան։ Մեր նպատակը դա է, մենք չենք ուզում ինչ որ տեղ գնանք, մենք ուզում ենք իրան գան, հասնեն մեզ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի ամեն օր ռուսական նոր հարվածները եւ իրականությունն ապացուցում են, որ Ռուսաստանի պետք է խաղաղություն պարտադրել։ Ռուսաստանը հարվածել է մեր էներգահամակարգին եւ քաղաքացիական օբյեկտներին, դա արել է այնքան սովորական ստոր եւ ցինիկ ձևով, ասես Ուկրաինայի եւ աշխարհի կողմից այս պատերազմը դադարեցնելու փորձեր ընդհանրապես չեն արվել, ասել է Զելենսկին։ Ես այն ֆոնին, որ այս վերջերս էլ խոսում էր Դոնալդ Տրամպը, ընդհանրապես հայտարարություն, ընդհանրապես սպառնալիք, որին ոչ մեկը բանի տեղ չդրեց։ Եվ դրա անգամ արձագանքեցին, մենակ բանի տեղ չդնելը չէր։ Դոնալդ Տրամպը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը մարտի դաշտում խփում է Ուկրաինային, այդ պատճառով էլ վճռականորեն դիտարկում է մասշտաբային բանկային պատժամիջոցների, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման հնարավորությունը։ Այնքան ժամանակ, քանի դեռ չկա հրադադար եւ խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել։ Բայց դա անմիջապես արձագանքեց Մարիա Զախարովան, իհարկե ոչ թե Պուտինը, դե Պուտինը եւ պատասխանում Տրամպին, միշտ ասենք Տրամպը ասում է, Զախարովան պատասխանում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Զախարովան ինչ է ասել, պաշտոնական ներկայացուցիչ ասել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները չեն խանգարի Մոսկվային հասնել Ուկրաինայում իր նպատակներին։ Ճշմարտությունն այն է, որ Ուկրաինան պարտվեց, քանի որ վստահում եւ ապավինում էր նախորդ Սպիտակ տանը։ Ինչ վերաբերում է նոր պատժամիջոցներին, ապա մենք արդեն բախվել ենք բազմաթիվ պատժամիջոցների եւ դրանք չեն խանգարել մեզ իրականացնելու մեր նպատակները, հավելել է Զախարովան։ Հիմա ուշադրություն։ Նախ այսինքն պատժամիջոցները բացարձակ մեզ չի հետաքրում, ուզում ես արա, չեն էլ ասում մենք մտահոգված ենք, որ պատժամիջոց կկիրառի, հեչ չկիրառես, այսինքն այս աշճանի անհարգալից եւ մեկ էլ միանգամից բաց
բացահայտում են, երբ որ Դոնալդ Տրամփն ասում է, որ հաղթաթուղթ ունի Ռուսաստանը, Զախարովան ասում է, այդ հաղթաթուղթը մենք գիտենք, Տրամփն է։ Այսինքն 3 տարի մենք կռվում էինք 3 տարուց ավել ոչինչ չէր ստացվում եւ մեկ էլ գալիս է Սպիտակ տանը ուրիշ մարդ եւ որի պարագայում իրանք արդեն համարում են հաղթել են։ Դեռ բանակցությունը չի ավարտվել, դեռ չգիտեն ինչ տեղի կունենա, դեռ չգիտեն Եվրոպայի արձագանքը, աշխարհի արձագանքը, իրանք ասում են, քանի Տրամփն է, մենք հաղթած ենք, մենք խնդրեմ չունենք։ Ավելի պարզ ոնց բացատրեն, որ իրանք հաղթաթուղթը Տրամփն է։ Էլ դրանից հետ ոնց են բացատրում։ Ճշմարտությունն այն է, որ Ուկրաինան պարտվեց, քանի որ վստահում եւ ապավինում էր նախորդ Սպիտակ տանը, այսինքն ապավինում էր, վստահում էր Ամերիկա պետությանը։ Ինչ կապ ունի նախորդը ներկայա։ Այդ Ամերիկա պետությունը, որ Բուդապեշտի մեմորանդում էր ստորագրել 94 թվականի դեկտեմբերի 5-ին, այն ժամանակ լրիվ ուրիշ նախագահ էր։ Ամերիկայի անունից են դա ասել, որ մենք քեզ երաշխավորում ենք, քեզ զենքը տուր։ Կարող էր Ուկրաինան դրան հավատալ, որովհետև երաշխավորը Միացյալ Նահանգներն էր։ Բայց հիմա հասկացանք, Զախարովան գաղտնազերծեց, էլի, այն չէ, որ մենք դա չգիտեինք։ Շատ հաճելի է, որ իրանք են դա ասում, որ իմանանք, այսինքն պետք չի բանը։ Դու ուզում ես Ուկրաինային պարտություն պարտադրես, այդքան մի բան։ Առանց քեզ Ռուսաստանը հաղթելու շանս չունի։ Նույնիսկ հիմա Ռուսաստանը պատրաստ է գնա խաղաղության, Ուկրաինան դեռ դիմադրում է։ Այն հույսով, որ կարող է, եթե մի բան էլ իր սրտով չլինի, արևմուտքի սրտով չլինի, Եվրոպայի կարող է այդ հարցը նաև ուրիշ ընթացք ստանա, եթե ոչ այսօր, ապա վաղը կամ առաջիկայում։ Դոնալդ Տրամփին վիրավորել է այն ենթադրությունը, որ Պուտինը կարող է իրեն չհարգել։ Լրագրողը հարցրել է, թե արդյոք կարծում եք, որ Պուտինը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ԱՄՆ նախագահի նկատմամբ հարձակվելով Ուկրաինայի վրա։ Արդեն հիմիկվա հարձակումների մասին ասում, ոչ թե այն հարձակումը, որովհետև հիմա երբ որ դու ասում ես գնում ենք խաղաղության, մեկ էլ հարվածում է։ Առաջ է գալիս օգտվելով այն առիթից, որ հետախուզական տվյալներ չի տրվում Ուկրաինային։ Նա ինձ չի հարգում, ասել է Տրամփը։ Լրագրողը, այո, Տրամփ, որտեղից ես դու։ Լրագրող, ես Վաշինգտոն Պոստից եմ եւ գնում եմ վիճաբանություն լրագրողի հետ։ Սա էլ Քոչարյանի ոչն է, էլի, որ ասիկը լրագրողին ինչի այդ հարցը տվեցիր, բա այդ բանը ինչի նկատի ուներ, բա գնալու ես ինչ գրես, եւ այլ եւ այլ։ Էս էլ է մեզ այնքան ծանոթ ժողովուրդ ջան, որ արդեն անհարմար է զգում, ասում ես ոնց Տեր Աստված, այս կարգի բաներ է հնարավոր։ Հարցին, թե մտածում է արդյոք վերսկսելու հետախուզական տեղեկատվության փոխանակումը, Դոնալդ Տրամփը պատասխանել է. մենք գրեթե արել ենք դա։ Այսինքն պատրաստ է հետախուզական տվյալները Ուկրաինային տա, բայց այն ժամանակ, երբ որ չտվեց եւ Ուկրաինան ծանր հարվածներ ստացավ, բայց մեկը չզիջեց, չհանձնվեց, հիմա հասկացա, որ դրա հետ կապված ինչ խնդրեմ է առաջանում։ Տրամփն ասել է, որ լավ արդյունքներ է ակնկալում Սաուդյան Արաբիայում ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաների առաջիկա բանակցություններից։ Բայց հիմա երբ որ տեսնում եք այդ հետախուզական տվյալները նաև ինչի որոշեց նորից հանձնի, որտեվ դրանից ընդհանրապես երբ որ իրանք դադարեցրեցին, Միացյալ Թագավորությունը անմիջապես հայտարարել էր։ Հիշացնեմ ես դա։ Միացյալ Թագավորությունը կշարունակի Ուկրաինայի հետ կիսվել հետախուզական տվյալներով, սակայն Լոնդոնի եւ այլ եվրոպական երկրների կողմից կառաջարկվեն շատ ավելի սահմանափակ հնարավորություններ, քան ԱՄՆ-ի կողմից էր։ Իսկ Ֆրանսիան ավելի շուտ էր հայտարարել, որ հրապարակավ հայտարարել էր, որ կշարունակի հետախուզական տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային։ Այսինքն, երբ որ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ասին, թեկուզ քիչ քանակությամբ, սահմանափակ քանակությամբ, բայց քեզ կօգնենք, Տրամփը հասկացավ, որ այդ սանկցիան էլ չի աշխատում։ Ինչպես տեսնում ենք, Ուկրաինան թեկուզ ծանր հարվածներ ուտում է, բայց չի գնում զիջումների։ Այդ իսկ պատճառով հիմա ասում է, հա դե լավ, որ իրանք մեր հետ լավ բանակցեն, մենք կհամաձայնենք այդ հետախուզական տվյալները տանք։ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ մարդու թռիչքը դեպի Մարս իրենց երկրի գլխավոր առաջնահերթությունը չէ։ Դեպի Մարս առաքելությունն իր համար հետաքրքրություն է ներկայացնում, սակայն ՆԱՍԱ-ի բյուջետային ֆինանսավորման հնարավոր նվազման ֆոնին իրենք հրաժարվում են այն համարել նահանգների թիվ 1 գերակայություն։ Դա այդքան էլ հեշտ չէ, բայց դա գիտեք, մեծ ձեռքբերում կլիներ, հիանալի կլիներ, եթե մենք կարողանայինք դա անել, ասել է Տրամփը։ Քանի որ առաջ էինք այս մասին խոսում, որ Մարս չեն գալու թռնեն։ Քանի որ չեն գալու թռնեն, պետք է մտածի ոնց մաս կնեղանա, ու ասի դե որ տենցա չեն կանում։ Եվ ոնց է Ամերիկայի Միացյալ Նահանգները համընդհանուր խնայողության ռեժիմ մտնում եւ մեկ էլ ասում պետք է թռնենք Մարս մոլորակ։ Քանի օր տևեց այս խոստովանությունը, որ Մարս մոլորակ չեն գնալու ժողովուրդ ջան, փող չկա։ Բա հունվարի 20-ին տենց գեղեցիկ ձևով ասում էր, որ մեր դրոշը ծածանվելու է Մարսի վրա։ Ընդհանրապես քանի օր տևեց, ասել է, որ Մարս չենք թռնելու ժողովուրդ ջան։ Կա մի հատ բան խոստում, որը որ կատար, հա մի բան, Մեքսիկայի այդ բանը ծոցը
ամերիկյան ծոց հայտարարել, որ մենակ իրանք հայտարարեցին, իրանք իրանցով հպարտացան, Տրամփն էլ աչքերը լցվում է, երբ որ նայում է, որ գրած է ամերիկյան ծոց։ Էդ էր։ Միակ ձեռքբերումը, որ ինքը ուղղակի անը փոխեց, ասեց էսա, վերջ։ Եթե մի բան ընդամենը մի քանի օր հետո Մարս մոլորակի ծրագիրը պիտի տենց դադարեցվեր, դա ոնց է երթմնակալության համար որպես գերակայություն հպարտությամբ ասում այդ մասին։ Մարդիկ չեն ասելու, բայց մեր հզոր պետությունից ինչ մնաց, երբ որ դա եք ներկայացնում որպես չափի միավոր։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. ոչինչ չի անտեսվում, եթե խոսքը վերաբերվում է պաշտպանության համար միջոցներ հայթայթելուն։ Մեր եվրոպական արժեքները, ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը սպառնալիքի տակ են։ Մենք տեսնում ենք, որ ինքնիշխանությունը, ինչպես նաև երկաթե պարտավորությունները կասկածի տակ են դրվում։ Ամեն ինչ գործարքային է դարձել։ Այսինքն սա նկատի ունի Տրամփի քաղաքականությունը, որ ամեն ինչ գործարքային է դարձել։ Իսկ դրան զուգահեռ նաև մի օր առաջ էլ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել էր, որ ռուսական հրթիռները շարունակում են անդադար ընկնել Ուկրաինայի վրա, բերելով ավելի ու ավելի շատ մահեր եւ ավերածություններ։ Պուտինը կրկին ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղությամբ։ Մենք պետք է ուժեղացնենք մեր ռազմական աջակցությունը, հակառակ դեպքում ավելի շատ ուկրաինացի խաղաղ բնակիչներ կվճարեն ամենաբարձր գինը, գրել է Կալասը։ Ինչպես տեսնում եք, շարունակվում է այդ քայլերը ցույց տալու համար, որ Եվրոպան համախմբվում է, Եվրոպան միասնական է, Եվրոպան զենվում է, իսկ բանն էլ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ արդեն խոսել ենք այդ մասին, որ նպաստավոր պայման են ստեղծում Եվրամիության անդամ ՆԱՏՕ անդամ երկրները նորմալ ձևով ռեժիմներ ստանան, որ կարողանան ռազմական ծախսերը ավելացնել։ Իսկ Financial Times-ը ինչա գրում, Իլոն Մասկը հանդիպում է խնդրել Իտալիայի նախագահի հետ Starlink-ի գործարքը փրկելու համար։ Մասկը գրել է, որ իր համար պատիվ կլիներ հանդիպել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ։ Ինչպես գրում է թերթը, բանն այն է, որ Հռոմում կասկածում են, թե արժե արդյոք $1.5 միլիարդ արժողությամբ Starlink գործարքի կնքումը։ ԱՄՆ-ի Եվրոպայի միջև աճող պառակտման պատճառով գործարքը կարող է ձախողվել, ինչը Իլոն Մասկին դրդել է հանդիպել Իտալիայի նախագահի հետ։ Համարվում է, որ հենց նա է խոչընդոտում գործարքին։ Մատարելլան Starlink-ի վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել, բայց ավելի վաղ նա քննադատել էր Մասկին Իտալիայի ներքին գործերին միջամտելու համար, այն բանից հետո, երբ միլիարդատերը պահանջել էր հեռացնել իտալացի դատավորներին։ Ժորջա, ես չեմ հասկանում, այս տղու հետ ինչ ա կատարվում։ Ժորջա, մի հատ բժիշկ չկա Ամերիկա, հասկացանք տնտեսագետ չկա, բժիշկ էլ չկա, մի հատ այս մարդուն ստուգեք։ Ինչ գործ ունես Իտալիայի դատավորին գործից, Ամերիկայի դատավորներին ամեն օր ասպես սրան հանեք, նրան հանեք, հիմա էլ Իտալիային է։ Ովքեր որոշում են կայացել Իտալիայի վարչապետ Մելանի անօրինական միգրանտներին զսպելու նախաձեռնություններից մեկի դեմ։ Նշում է նաև, որ Իտալիան բանակցություններ է սկսել աշխարհի խոշորագույն արբանյակային օպերատորներից մեկի ֆրանսիական Eutelsat ընկերության հետ։ Հիմա տեսեք հարցը որն է, նախ Իտալիան խորհրդարանական կառավարման համակարգ է, դա նշանակում է, որ այդ հարցերը որոշում է Մելանին, վարչապետ եւ այսինքն նախագահը ընդհանրապես ներկայացուցչական արարողակարգային պաշտոն է, բայց այդ պարագայում ինքը ստիպված ալնում նաև նրան դիմել ինչի, որովհետև Մելանին հայտարարել է, որ ինքը լավ հարաբերություններ ունի Տրամփի ադմինիստրացիայի հետ, ինչքան էլ ինքը համախոհ է, համերաշխ է Եվրամիության կողմից տարվող քաղաքականությանը ընդդեմ Ամերիկայի, այնուամենայնիվ ինքը ուզում է կամուրջ հանդիսանա իրանց մեջ, այսինքն չի ցանկանում էլի կոշտ լինի, որովհետև շատ լավ հարաբերություններ ունի։ Ու այդ պարագայում Մասկը չի դիմում Մելանիին, որ ասի ընկեր օգնի մեզ, մեր հետ մոտ ես, չի էլ դիմում Տրամփին, ասի մի հատ Մելանիին դիմի, որովհետև գիտի այդ երեսը չունի, ինքը կանգնում է Տրամփին, ասում է բոլոր բաները դադարեցրու, զենք մի տա այսյանի, մի անի եւ այլ, կանգնի ասի բալավ այդ ամեն ինչ անում ենք, բայց իմ Starlink-ի պայմանագրի համար դիմի, հա, եւ ինչպես տեսնում եք, հերթական անգամ Ֆրանսիան ավելացնում է, բացի դերակատարությունը, որը ստանձնել է բավական ակտիվ ու ագրեսիվ ձևով, հիմա արդեն տեսնում ենք հաջորդ քայլերը տեսնում ենք, որ Ֆրանսիան երբ որ F-16 կործանիչները Ամերիկան կանգնեց, ասեց չենք օգնի, չենք սպասարկի Ուկրաինայի հետ կապված,
ինչպես տեսակ միրաժները արդեն Ֆրանսիան տվել է եւ հիմա արդեն շատերը հասկանում են, որ պետքա միրաժների համար Ֆրանսիային դիմեն։ Ֆրանսիային հասկանում են, որ այդ ծառայությունները արբանյակային որ կա, պետք է Ֆրանսիային դիմեն։ Ինքը ասում է, ես միջուկային հովանոց կստեղծեմ Եվրոպայի համար։ Այսինքն իր դերակատարությունը ավելանալով, ինքը այդ ծախսերը անելով, այդ ծախսերը բազմապատիկ հետ ստանալու։ Բացի դրանից էլ որ իր դերակատարությունը մեծապես մեծանալու է Ամերիկայի Միացյալ Նահանգների հաշվին եւ փաստորեն պատկերացրեք Մասկը կռիվ անում նախ ասում է Ուկրաինայի Starlink-ը չեմ անջատել տեսեք հայելի այսինքն ես ու Տրամպը չեմ որ դնեմ անջատեմ ես ինքս չեմ անջատել եւ մեկ էլ ինքը խնդրում է որ բերեք նենց անենք մենք այս հարցերը այսինքն ինքը իր հարցերը ուզում է արած լինի բայց ամեն ինչ ուզում է անի որ Տրամպը ձախողվի որտեղ իր միակ շանսը իր իշխանությունը երկարացնելու Տրամպը որ միջև պաշտոնավարումը չաշխատի այդ շատ ենք խոսել նորից չկրկնեմ բայց հիմա ուշադրություն դարձրեք F-16-երը տալիս էս Ուկրաինային ովքեր էին տալի ՆԱՏՕ-ի անդամ պետությունները ՆԱՏՕ-ի անդամ պետությունները տալիս էին ուկրաինացի օթաչուները գնացել էին ամիսներով մարզվել էին այդ մարդիկ գնացին որ F-16-ը քշեն մեկ էլ այդ մարդիկ ովքեր F-16-երը արդեն դուրս էին գրում տալիս էին դրա դիմաց որպեսի Ամերիկայից ստանան F-35 մեկ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է F-16-ը չեմ սպասարկում այդ մարդիկ ասում են բայել մերին չի նա պետք է F-35-ը Եթե կարող եմ երետել այդպես վարվես Հիմա եթե հերթով երկրները Ամերիկայի Միացյալ Նահանգների զենքերից կհրաժարվեն այն ինչքան որ տենչում էին F-35 ունենան անգամ Թուրքիան պայման էր դնում ասում էր համաձայն եմ Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամ դառնա մենակ թե իմ F-16-երի ու F-35-երի հարցերը լուծեք Դրա դիմաց այդքան կարևորում էր Հիմա շատերը կարող է կանգնեն ասեն բայց մերին չի նա պետք Մենք այդ առնում ենք Ամերիկայից որ Ռուսաստանից պաշտպանվենք Եթե Ռուսաստանը Տրամպի ինգերն է մենք չենք կարողանալ Ռուսաստանի հետ աշխատեն որտեղ մեջ չսարքավորում դրած պարագայում կարող են անջատել եւ այդ ինքնաթիռները չաշխատեն Էլ իմաստը որն է որ մենք առնենք Հիմա դուք հասկանում եք չէ ոնց է դա մեթոդաբար արվում Անվստահություն առաջանում զենքի նկատմամբ եւ այդ ոնց է դա շարունակելու են լցնել եվրոպական շուկայի միջոցով Այն դեպքում շարունակությունը նայենք Ստոկգոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի նոր զեկույցում ասվում է Ուկրաինան վերջին տարիներին դարձել է զենքի աշխարհի խոշորագույն ներկրողը Հետազոտության համաձայն վերջին 5 տարում Ուկրաինայի զենքի մատակարարումների ծավալը նախորդ համանման ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 100 անգամ Արդյունքում Ուկրաինան զբաղեցնում է ծանր զինատեսակների, այդ թվում տանկերի, կործանիչների եւ սուզանավերի ներմուծման համաշխարհային շուկայի 8%-ը։ Դուք հասկանում եք սա ինչ շուկա է։ Եվ այս շուկան Ամերիկայի Միացյալ Նահանգները հոժարական տալիս է ուրիշին։ Ասում է ես չեմ ուզում։ Ես ուզում եմ վատ ապրեմ, բայց ժողովուրդ ջան, ձեզ միլիարդներ են բերելու մաքսա турքերից։ Հա ժողովուրդ ջան, այս ինչ հրաշալի է, էլի։ Ու այդ ժողովուրդն էլ իրան պետք է հավատա, ախր։ Իսկ հիմա նայեք շարունակությունը, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությունը աշխարհում պակասում է եւ Չինաստանը նպաստում է, որ Ամերիկան մեկուսանա, ոչ թե Ամերիկան կարողանա իրան մեկուսացնի, որ ասել ենք դա միամիտ կարծիք է, որ կարող է Ռուսաստանի հետ մոտենա անդեմ Չինաստանի։ Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Ուй Ցյանը հայտարարել է, որ ամերիկյան զենքի մի քանի միավորը չի փոխի այսպես կոչված Թայվանի անկախության կողմնակիցների աննախանձելի ճակատագիրը, որքան ավելի ուրախ են գոռգոռում այսպես կոչված Թայվանի անկախությունը ջատագովող անջատողականները, այնքան ավելի ամուր է դառնում նրանց պարանոցի օղակը եւ ավելի սուր է դառնում նրանց գլխավերևում բարձրացված թուրը, հայտարարել է Ու Ցյանը։ Չինաստանի ազատագրական բանակը գործուն ուժ է անջատողականության դեմ, պայքարում է եւ նպաստում է հայրենիքի վերամիավորմանը, ընդգծել է Ու Ցյանը։ Հիմա հարցը առաջանում, եթե Թայվանի մտի թևեր տար Ամերիկայի Միացյալ Նահանգները, որից հետո հիմա գա այնպիսի մի վիճակ, որ Ամերիկային ասի, բա դու ինչ գործ ունես Թայվանի հետ, թող մենք մեր հարցերը կլուծենք, Այդ դեպքում ինչ է առաջանալու Չինաստանն էլ եթե հիմա Թայվանի վրա հարձակվեց Ամերիկան պատերազմա հայտարարելու միջուկային զենք ունեցող Չինաստանին, բաց մենք միջուկային տերության հետ ցանկություն չունենք կոնֆլիկտի գնանք, Ռուսաստանի հետ չի գնում Չինաստանի հետ, գնալու Այսինքն պարզա չէ, որ ինքը Թայվանը չի կարալու պահի, սա էլ հերթական խայտարակությունն է։ Եթե այդ մարդկանց հույսեր չտայի, կգնային նորմալ կպայմանավորվեին, լավ ինքնավարություն կպայմանավորվեին Թայվանը բանի հետ, Չինաստանի հետ։ Հիմա որ Հոնկոնգը Չինաստանին միացավ, ինչ վատ են ապրում։ Հա կարող է ինչ-որ կարգավիճակ փոխվել, բայց դա ինչ է փոխվել։ Էլի շարունակում են նույն ձևի ապրել։ Եթե պետք է այսօրվա դրությամբ
օղակը վիզը գցեն, թուրներ վերևից կախեն, միայն նրա համար որ ասեն հույսդ Ամերիկայի վրա էր դրել, հիմա տեսնենք Ամերիկան քեզ ոնց է պաշտպանում։ Իմաստը որն էր, այդ մարդիկ թող գնային յոլա գնային իրար հետ։ Ինչ ես նրանց հանում Չինաստանի դեմ, եթե դու նրանց չես պաշտպանելու։ Հերթական անգամ ուղղակի սկուտեղի վրա Թայվանը տալու ես Չինաստանին, հիմա էլ Չինաստանն ուզում ես հանդիպում ունենաս Պուտինից հետո, խնդրում ես ասում ես ես գամ Չինաստան, որովհետև Սի Ցզինպինն ասել է այդ մնացը ես գամ Ամերիկա։ Ուզում ես դու արի։ Հիմա մտածում եմ թե ոնց անի Չինաստան գնա։ Ես չեմ հասկանում, այս ամեն ինչը Ամերիկայի մասին ենք խոսում։ Մեկ էլ ինչ է հայտարարել Դոնալդ Տրամպը, որ անօրինական կերպով 21 միլիոն մարդ է եկել Ամերիկա, նրանց թվում նաև մարդասպաններ, բռնաբարողներ եւ թմրավաճառներ։ Նրանք մարդկանց են սպանում, իսկ սահմանային անվտանգության մեր թիմն այս պահին մեծ աշխատանք է կատարում, ասել է ԱՄՆ նախագահը։ Խոսքը 21 միլիոն մարդու մասին է խոսքը։ Դուք պատկերացնում եք դա ինչ թիվ է։ Իսկ հիմա նաև այդ դրան զուգահեռ այս ամբողջ լարվածությունը ստեղծելուն զուգահեռ մեկ էլ ասում է մի հատ sense ճնշենք բոլորին հանենք դուս, հետո մեկ էլ ասում է այս ինչ է կատարում Ամերիկայում, բայց դրա համար տեսնում է որ մի միլիոնանոց մի հատ պայմանով չէին գալի քաղաքացիության համար, որ անցներ, այդ 1 միլիոնը դարձրեց 5 միլիոն, ասում է 5 միլիոն կվճարեք կգաք, այսինքն ուշադրություն դարձրեք, ովքեր են գալու։ Ուրեմն սպանողները, բռնաբարողները, թմրավաճառները։ Այսինքն մենք ձեզ դուրս ենք անում, 5 միլիոն վճարեք, եկեք սպանեք, բռնաբարեք եւ թմրանոթ վաճառեք։ Խնդիր չկա։ Այդ վաղ հասկանանք, վճարել ես, վերջ, որևէ նախապայման, որևէ կարգավիճակ, որևէ բան կա այդ 5 միլիոն վճարողի համար, որ չի կարելի թմրանոթով զբաղվողը գա այդտեղ մտնի այնտեղ։ Մամարտը փողը տալուց բա որտեղից պիտի տար։ Կարող է Մեքսիկայի բանը մանկավարժներ գալու 5 միլիոն տար ու գար։ Այսինքն գործնականում արժեհամակարգ ասած է, էլի սենց լրիվ ոտնահարած է, էլի շատ ցավալի է դա։ Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը մեկնել է Ուկրաինա, նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն խորհուրդ տալու Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հարցում։ Դա արվում է Դոնալդ Տրամպի հետ Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վեճի կրկնությունից խուսափելու համար։ Միացյալ Նահանգները այլ հետևողականորեն ներողություն, Մեծ Բրիտանիան հետևողականորեն քայլերն ան, որ այնուամենայնիվ գնան կարգավորման, որովհետև դեռ իրանք հույս ունեն, որ Միացյալ Նահանգները կվերադառնա համընդհանուր արևմտյան քաղաքակրթություն եւ քաղաքականություն, էլի, ոչ թե ասենք ասի մենք մրցակցենք Եվրոպայի դեմ։ Մանավանդ որ ասիկն նաև տեսնում ենք, որ Ֆրանսիան էլ հետևողականորեն զինում է Ուկրաինային, ոնց որ ասում էի հրաժարվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից, պետք է ինչ որ միտեղից ստանան շատ ակտիվ ձևով։ Դրա համար սա էլ տարածել էին, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկառնյունն հայտնել էր, որ Ֆրանսիան Ուկրաինային կփոխանցի 195 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ։ Նախարարի խոսքով հայտարարված փաթեթը թույլ կտա Կիևին փոխանցել 155 մմ արկեր, ինչպես նաև պլանավորված ավիառումբերը, այսինքն արդեն բնականավոր իրանց տված կործանիչների, այդ ինքնաթիռներն արդեն հանձնվել են Ուկրաինայի զինված ուժերին։ Հիմա մի հատ բան էլ ուղղակի ուշադրություն դարձնենք բանի հետ կապված մի վարքյան, այստեղ մի հատ սա նշեմ, այսա հետ կգամ այդտեղ։ Մի հատ բան էլ կար, մարտի 11-ին Գրենլանդիայում խորհրդարանական ընտրություններ են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Գրենլանդիայի հետ անընդհատ աշխատանք էր տանում, չէ՞ որ այդ Գրենլանդիան իրանք վերցնեն, էս անեն։ Հիմա ամեն ինչ արել էր այդ ուժերի հետ աշխատեն, ամեն ինչ անեն, որ այդ մարդիկ նրանք ովքեր որ ընտրվեն, այսինքն վաղը որ ընտրություններ լինի, նրանք որոշեն, որոշում կայացնեն, որ Գրենլանդիան միանա Ամերիկային։ Եվ պատկերացրեք, որ դրած ներքին կուսակցությունների հետ աշխատանք է տանում Ամերիկան, որ նրանց համոզի իրանք իրանց պետական շահերին դեմ գնան։ Հիմա դա այդքանը բավարար չի։ Մի հատ էլ Տրամպը նորից խոստումներ է տալի ընտրություններից մի օր առաջ։ Դոնալդ Տրամպը գրել է. Միացյալ Նահանգները պատրաստ են միլիարդավոր դոլարներ ներդնել ու հարստացնել գրենլանդացիներին, ինչպես նաև պատրաստ է Գրենլանդիան ընդունել ԱՄՆ-ի կազմ։ Ինչպես ես պարզ ասացի կոնգրեսում իմ ուղերձի ժամանակ, Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Գրենլանդիայի ժողովրդի իրենց ապագան որոշելու իրավունքին։ Մենք կշարունակենք ձեզ ապահով պահել, ինչպես որ անում ենք երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Մենք պատրաստ ենք ներդնել միլիարդավոր դոլարներ
նոր աշխատատեղեր ստեղծելու եւ ձեզ հարստացնելու համար։ Եվ եթե դուք ցանկանաք, մենք կողջունենք, եթե որոշեք դառնալ մեծագույն ազգի Ամերիկայի Միացյալ Նահանգների մասը, գրել է ԱՄՆ նախագահը։ Հիմա մի քանի բան նայենք, նախ Գրենլանդիան Դանիայի կազմում է, Դանիան էլ ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է, այնպես որ Գրենլանդիայի անվտանգությունը համաձայն ՆԱՏՕ-ի անդամակցության որևէ վտանգ չէր սպառնում, ով էր Գրենլանդիային վտանգ սպառնում, որ հիմա էլ Ամերիկան այդ փրկելը, այդ փրկիչի դերը ցանկանում է ցույց տա։ Բա մինչև այս նոր է հիմա Ամերիկան ասել, որ եթե հանկարծ մեկի վրա հարձակվեն, ես չեմ պաշտպանելու։ Մինչև այդ եղել է 5-րդ կետը, հարձակվելով մի պետության վրա, հարձակում ես ամբողջ դաշինքի վրա։ Գրենլանդիային ինչի են կերեսով տալի, որ այ քո անվտանգությունը բա մենք պահել ենք, դրա դիմաց որոշի, որպեսի մտնես մեր կազմ։ Եվ մեկ էլ ասենք դրանելի ես կանադառնամ վաղը, որովհետև արդեն խնդիրը որն է, եւ նաեւ տեսնում ենք, թե այս լարված իրավիճակը մեր տարածաշրջանում, այս ինչա կատարվում, մեկ էլ այս ամեն ինչի ֆոնին, մեկ էլ հիմա նայում ենք միակ հարցը, որ Հայաստանում քննարկվում է, ով է բերել Փաշինյանին։ Շարունակում են որոնողական աշխատանքները, փրկարարական աշխատանքները, բոլոր փրկիչները հիմա որոնում են տենան Փաշինյանին ով է բերել։ Մենք կարծում եմ, որ անիմաստ է, որ մենք դրա մեջ մտնենք, որովհետև այդ անիմաստ խոսակցությունը երկու թևերի միջև մեկը մեկին է մեղադրում, դա մեր թեման չի, որ մտնենք, բայց պարզապես զարմանում է, շատերն ասում են, դե լավ, կարող է իշխանությունները տակից աշխատում են արտաքին քաղաքականությունը, ուղղակի չեն ուզում հայտարարել, իսկ դուք ինչ գիտեք, տակից որ աշխատում են, լավ են աշխատում, թե վատ։ Բա Նիկոլ Փաշինյանը մի օր կանգնեց, ասեց, Ժորժ ջան, չէի ուզում ձեզ ասեմ, բայց երբ որ ես տեսա ամեն ինչ վատ է գնում, դե ու չէի կարա դա ձեզ ասեմ։ Դրա համար ստիպված պիտի պատերազմ էր, որ հանձնեինք, բա ոնց անեինք։ Այսինքն դուք այդքան վստահ եք, որ եթե ինքը արտաքին քաղաքական հարցերի հետ կապված մենակ տակից է աշխատում, 100%-ով վստահ եք, որ ճիշտ է աշխատում, որ հիմա արդեն միակ կռիվը մնացել է, թե իրան ով է իշխանության բերել։ Բա մարդիկ երբ որ մտահոգություն ունեն, ումից իմանան։ Մեր քաղաքացին մտահոգություն ունի, 10 միլիոն հայությունը Հայաստանի ճակատագրով մտահոգված է։ Տեսնում է, որ աշխարհը փոխվում, տեսնում է, որ այս իրավիճակում հաշված օրերի ընթացքում ինչ կարող է տեղի ունենալ։ Սիրիայում տեսանք ինչ եղավ, ցանկացած տեղ կարող է տեսնենք ինչ եղավ։ Բոլորը հավանական բոլոր տեղ ձեռքերը գցում են, ակտիվ ձևով քայլեր են անում։ Եթե մերոնք էլ են այդ ակտիվ քայլերն անում, չեն ուզում հրապարակային ասեն, գոնե չկա մի հատ ինստիտուտ, թեկուզ ոչ հրապարակային պաշտոնական տեսակետի, որ մարդը լսի, ասի լավ, ակնարկեցին, ես հասկացա, որ վտանգ չկա։ Գոնե այդ մարդիկ իմանան, ոչ թե մտածեն ասեն ումից իմանան։ Այսինքն ոնց է անում, որ Ամերիկային Տրամփից ես իմանում ինչ ալնելու։ Բոլոր առաջի դեմքերից իմանում ես, մեր առաջի դեմքից ոչ մի բան չես իմանում, մենակ իմանում ես, թե բանա ով է հեծանիվ քշել կամ ով է ում բերել իշխանության։ Այսինքն սա է այդ լրջությունը ու վստահ ենք, որ ինքը տակնահան այդ ամեն ինչը անում է։ Եթե տակնահան արածը մենք հրապարակային տեսած չլինեինք, կարող է ինչ-որ միտեղ հավատայինք, բայց ինքը պարզ կանգնեց ասեց, դա իմ մոտ չստացվեց, քանի որ չէիք թողի անեմ, դրա համար ասի թող պատերազմ էլի, որ պատերազմով հանձնեմ։ Այդ դեպքում մենք ոնց պետք է վստահենք այն քայլերին, որ մենք չենք տեսնում, հերիք չի, նաև գիտենք, որ կարող է եթե ինքը անում։ Այսօր աշխարհի ամենահզոր մարդիկ սկի չեն պատկերացնում ինչա կատարում, մենք պետք է ասենք օլիմպիական հանգստությամբ նստենք սպասենք, որ մեր իշխանությունները այնքան են հանգիստ, այնքան են լավ են բոլոր ուղղություններով բանակցել, որ արդեն իրանք կարան հանգիստ ներպետական խնդիրներով գզվրտոցի մեջ մտնեն, թե ով աղուն բերել իշխանության։ Դրա համար պետքա ինչ արած, պետքա զգոն լնել, պետքա հետևել, մատը պահել աշխարհաքաղաքական իրադարձությունների զարկերակին։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյա Թուբյան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։